դուք ձեր տարիքը նշեցիք արդեն ինչի կարիք ունի մեր երկրում թոշակի անցած մարդը, հատկապես վաստակ ունեցող մարդը, հատկապես հայտնի մարդը։ Ուրեմն հատկապես վաստակ ունեցող մարդը, որի մեջ գուցե ես էլ եմ մտնում իհարկե, ես մյուսները չգիտեմ, թող վայելեն, թող այո, վաստակ ունեցնալ նշանակում է այդ տարիքում արդեն 70 տարիքում արդեն վայելել անցած բան։ Ես չեմ կարողանում վայելել, որտեվ դեռևս իմ հոգսեր ունեմ, փոքր երեխա ունեմ, բայց ինձ ամենաշատ անհանգստացնում է կուզեի, որ երգերս կարողանայի ձայնագրել։ Ինձ համար այսօր ես ապրում եմ իմ երեխաների համար, իմ ընտանիքի համար, դրանից են կողմ մեկ էլ տեսնում եմ, որ անպայման պետք է հնարավորինս շատ իմ երգերը ձայնագրել, տալ ժողովրդին, որտեվ այսօր ինչ երգեր են հնչում, ցածրաճաշակ այդ երգերը բանը, մարդիկ ինչ լսում են, այդ էլ ընդունում են, սովորում են։ Ձեր կյանքի ընթացքում դուք շատ դժվարությունների միջով եք անցել, ինչն է ձեզ ուժ տվել հաղթահարելու ու այսօր երգել ուժ ունենալու ձեր մուսան, գուցե երեխաները, գուցե սերը։ Նախ ես միշտ ասել եմ, որ լավատես եմ ինքս, ես կարող եմ անապատի մեջ համատարած փշերի կարիճների մեջ, օձերի մեջ մի փոքրիկ բան տեսնել, ծիլ տեսնել, այդ ծիլի շուրջը, այդ ծլած բանի շուրջը կառուցել իմ երջանկությունը, իմ բանը։ Հոգով ուժեղ եմ, դա ապացուցում է նաև իմ երգերը եւ նաև այն, որ այս տարիքում ես ցանկացա երեխաներ ունենալ, լավատեսությունն է ինձ ուժ տալիս, իմ երեխաները, իմ կինը, իմ ընտանիքը, իմ հայրենիքը եւ գիտեք հավատը, որ հայրենիքս լավն է լինելու, որ 5 տարի, 10 տարի հետո դրախտավայր է դառնալու, այդ հավատով ես ապրում եմ ու վստահ եմ լինելու է։ Գուցե 7-րդ երեխան եք ունենալու, որ 7 որդով սեղան նստեք։ Ով գիտի։ Առաջ Աստված։